մեր Տիրոջը հրաշալի է լինել շաբաթ օրը ժամը 12-ին մի վայրում, որտեղ որ մարդիկ հավաքվում են Աստծուն սիրելու համար, մարդիկ հավաքվում են Աստծո խոսքը լսելու, լուսավորված լինելու եւ Աստծո գործերը հետո գնալու եւ գործելու համար։ Ամեն։ Մի աշակերտ Անդրևոտ մի օր հարցնում է ուսուցչին եւ ասում է. ինչու են մարդիկ տարբեր կերպ տեսնում նույն երևույթը։ Ուսուցիչը նրան վերցնում եւ գնում է մի գետի մոտ եւ ասում է. ուշադիր նայիր ջրի ալիքներին։ Աշակերտը երբ որ նայում է իր արտացոլանքին, այն աղավաղված է տեսնում, որովհետեւ ջուրը ալեկոծված էր եւ ալիքները, անձրևաջրերը խառնվել էին իրար եւ ջրի մեջ չէր կարողանում տեսնել պարզ իր արտացոլանքը։ Եվ մի որոշ ժամանակ հետո, երբ որ անձրևը դադարեց ու ջուրը, ալիքները հանդարտվեցին, ուսուցիչը նրան ասեց. հիմա նորից նայիր այդ պատկերին։ Եվ այդ ժամանակ արդեն պատկերը պարզ էր։ Եվ ուսուցիչը ասում է. տեսնում ես, ասում է նա, երբ սիրտդ անհանգիստ է լինում, երբ տարբեր խնդիրներ, տարբեր իրավիճակներ քո կյանքի մեջ, քո սրտի մեջ փորձում են վրդովմունք, գրգռավացություն եւ այդպիսի բաներ առաջացնել, սիրտդ անհանգիստ է լինում, աչքերդ սկսում են խեղաթյուրված տեսնել։ Բայց երբ սիրտդ խաղաղության մեջ է, այդ ժամանակ ճշմարտությունը շատ պարզ է երևում, ավելի հասկանալի։ Ամեն։ Եվ այստեղ ուսուցիչը փորձում է բացատրի աշակերտին, որ խաղաղ ժամանակ սիրտդ ճշմարտությունը կտեսնի անթերի։ Եվ մյուս առակը, որը որ սրա նման է, նորից ասում եմ, մայրիկը իր որդուն սովորեցնում է բարություն անել, եւ օրերից մի օր նա նրան ասում է. որդիս, խնդրում եմ, փորձիր մարդկանց կյանքում, մարդկանց հետ շփվելուց միշտ նայել նրանց աչքերի մեջ։ Եվ երեխան հարցնում է, ասում է. ինչու մայրիկ, որովհետեւ անհարմար է նայել աչքերի մեջ երբեմն։ Մայրը պատասխանում է. որովհետեւ բառերը, որոնք որ դուք խոսում եք միմյանց հետ, դրանք կարող են խաբուսիկ լինել, բայց աչքերը շատ հազվադեպ են ստում։ Եվ տարիներ անցան, եւ տղան դարձավ իմաստուն մարդ։ Եվ երբ մարդիկ հարցնում էին, թե ինչպես է հասկանում, ինչպես է տարանջատում, ինչպես է տարբերակում դիմացինին, ազնիվ է թե ազնիվ չի, նա ասում էր. ես լսում եմ խոսքերը, բայց հավատում եմ աչքերին։ Եվ ամբողջ իմաստը այս փոքրիկ առակի նրանում է, որ մարդու ներսի լույսը կամ խավարը առաջինը երևում է նրա աչքերի մեջ, նրա հայացքում։ Այսօրվա իմ քարոզի վերնագիրն է լույս, որը խավար է։ Շատ խորհրդավոր վերնագիր եմ ընտրել եւ դրան լույս, որը խավար է։ Եվ մի հարց եմ այսօր հնչեցնելու, որ կուզենամ ամեն մեկը մեզանից ուշադիր լինի այս հարցին։ Չեմ ուզենա, որպեսզի տեղից պատասխանեք, բայց կուզենամ, որ ամեն մեկը ինքներդ ձեզ այս հարցի պատասխանը փորձեք գտնել ձեր ներսում։ Գնանք միասին Մատթեոս 6-րդ գլուխ եւ խոսքը, որը որ իմ սրտում այս ամբողջ շաբաթվա ընթացքում լսում էի, այն պատմությունն էր, երբ որ Հիսուսը խոսալուց ասում էր, փարիսեցիների հետ խոսելուց ասում էր. սկզբից բաժակի ներսը մաքրեք, որովհետև եթե ներսը մաքուր լինի, դուրսն էլ մաքուր կլինի։ Եվ շատ անգամ մենք եկեղեցում, շատ անգամ հավատացյալներս ավելի ուշադիր ենք, ավելի հակված ենք նայելու դրսի երևույթներին, քան թե ներսի էությանը։ Երբ որ ես հիմա նայում եմ ձեզ բոլորիդ այստեղ նստած հավաքված իմ քույրերին, եղբայրներին, ես բոլորիդ մեջ, բոլորիդ տեսնում եմ, թե որքան գեղեցիկ Աստծո պատկեր եմ ուղղակի ձեր արտացոլանքը։ Ինչի, որովհետև դուք ոչ միայն արթնացել եք, միգուցե սրճել եք, նախաճաշել եք, նայած ով ինչ արել,
Բայց դուք բոլորդ մոտեցել եք ձեր հայելիներին։ Դուք մոտեցել եք հայելիին, ձեզ արտակնապես ժամանակ եք անցկացրել դրա վրա, ոմանք շատ արագ, ոմանք մի 5 րոպե, քույրերիկների մասին չեմ խոսում, որքան ավելի շատ են նրանք ժամանակ ծախսում հայելու առաջ, որպեսզի այդ դրսի ձեր արտաքինը կարգի բերեք։ Եվ ասեմ ձեզ, որ դուք շատ ճիշտ եք արել, շատ լավ եք արել, որովհետև դա իսկապես Աստծո բնավորությունն է, որ ամեն ժամանակ մենք կարիք ունենք նորոգելու, թարմացնելու եւ ընդհանրապես կարգի բերելու մեր անձերը, որը որ Սուրբ Հոգու տաճար է։ Բայց դրա հետ միասին ես ուզում եմ մի հարց ուղղել։ Ես չգիտեմ քրիստոնեայության, քրիստոնյաների քանի տոկոսն է, բացի ամեն առավոտյան հայելուն մոտենալուց, մոտենում գլխավոր հայելուն, Աստծո խոսքին, որպեսզի իրան տեսնի այնտեղ, որովհետև գիտեք, շատ քիչ տոկոսն է, որ այդ զոհասեղանին մոտենում է առավոտները։ Դավիթը խոսում եւ ասում է առավոտ կանուխ քո երեսը կփնտրեմ։ Շատ քիչ տոկոսն է, որ մոտենում է Աստծո խոսքին եւ իր հոգու վիճակը, հոգեվիճակը կարգի բերում, որպեսզի հանկարծ ու հանկարծ իր սրտի մեջ որևէ մի ինչ որ ախտ, որևէ մի ինչ որ կղկղանք, ես չգիտեմ, ինչ որ մի արատ չլինի օրը սկսելուց առաջ։ Առավել եւս եթե գիշերը նա աղոթած հանկարծ ու հանկարծ չի լինում։ 6-րդ գլուխ Մատթեոս 22-րդ խոսքից։ Մարմնի ճրակը ի՞նչն է։ Աչքը։ Մարմնի ճրակը, քո ամբողջ մարմնի ճրակը աչքն է։ Թե որ քո աչքը պարզ լինի, այսինքն մաքուր լինի, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ Բայց թե որ քո աչքը հանկարծ չար լինի, այստեղ ես վստահ եմ բացակայում են այդ մարդիկ։ Եթե քո աչքը չար լինի, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Եվ հիմա հարց, որը որ ես կուզենամ ամեն մեկս մեզ ներքուստ տա։ Այս խոսքը։ Ուրեմն, եթե այն լույսը, որ քո մեջ է, այն լույսը, որը որ քո մեջ է, խավար լինի, ապա որքան ավելի խավար է։ Այն լույսը, որը որ քո մեջ է, եթե դու լույս ես անվանում, բայց դա խավար լինի, ապա որքան ավելի խավարը կլինի։ Այս հարցը ուղղակի այսպես օդում կախված թողնելու եմ, որպեսզի դու քո ընթացքում այսօրվա այս ծառայության ընթացքում քննես ու հասկանաս այն լույսը, որը որ քո մեջ է։ Արդյոք լույս է, թե միգուցե խավար է։ Մենք այսօր կքննենք այս հարցը։ Մենք այսօր կքննենք, կփորձենք հասկանանք լույսը, որը որ մենք անվանում ենք լույս, արդյոք լույս է, թե դա խավար է։ Հետաքրքիր է, թե չէ։ Գիտես, Հիսուսը խոսում էր, Հիսուսը ոչ միայն բժշկում էր, հրաշքներ էր գործում, ոչ միայն երեխաների հետ էր լինում, այլ նաև սովորեցնում էր, այլ նաև քարոզում էր։ Եվ մենք կարիք ունենք արմատներ գցենք Աստծո խոսքի մեջ, կարիք ունենք հետևենք, խորանանք Աստծո խոսքի մեջ հասկանալու համար, որովհետև գիտես կարելի է ամբողջ կյանքը ապրել եւ չիմանալ այդպես էլ, որ ես խավարի մեջ եմ ապրել։ Ամբողջ քրիստոնեական կյանքն ապրել ու չիմանալ, որ խավարի մեջ ես գնացել։ Այսօր մենք այդ հարցի լուծումը կփորձենք գտնել միասին։ Ամեն։ Շարունակությունը հետո ասում է. դրա համար ասում եմ ձեզ, չէ ներեցեք, մինչև դա ասում է, ոչ ոք երկու տիրոջ չի կարող ծառայել։ Կամ մեկին ատելու է, մյուսին սիրի, կամ մեկին մեծարելու է, մյուսին արհամարի։ Ու չէ կարող Աստծուն էլ ծառայել, մամոնային էլ ծառայել։ Դրա համար ասում եմ ձեզ, հոգս մի արեք ձեր կյանքի համար, դուք լսեցիք այստեղ հրաշալի զոհաբերության ընծայի խոսք, թե ինչ եք ուտելու, ինչ եք խմելու, ինչ ձեր մարմինների համար փառաբանությունը հոգու մեջ խոսում էր հրճակումներ էր անում նմանատիպ, թե ինչ եք հագնելու, չէ որ կյանքը ավելի է կերակուրից եւ մարմինը հագուստից։ Նայեք երկնքի թռչուններին, որ ոչ սերվում են, ոչ հնձում են եւ ամբարների մեջ չեն էլ ժողովում, բայց երկնային հայրը մեր կերակրում է նրանց, չէ որ մենք եւ դուք բոլորս ավելին ենք նրանցից։ Ամեն։ Եվ մի քիչ ներքև ուղակի որ իջնենք, մենք կտեսնենք
այս խոսքերի ավարտը 33-րդ համար ասում է, սակայն դրա համար մի բան է պետք մեզ, սկզբից Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրենք ու փնտրենք եւ այդ բոլոր բաները, ինչի կարիքը որ մենք ունենանք, մեզ կտրվի։ Սկզբից փնտրենք Աստծո արքայությունը։ Ինչի, որովհետեւ գիտես, երբ որ մենք գեղեցկանում ենք, երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում մեր հագուկապին, մեր արտաքինին, մեր մեքենային, մեր տանը, մեր սերվիզին, մեր, չգիտեմ, տարբեր մեր այգու բերքին, տարբեր ամեն ինչին, ով ինչ որ զբաղվում է, հա, ով ինչով որ իր օրը հագեցնում է, երբ որ մենք դրան ենք ուշադրություն դարձնում միայն, սա կարող է մեզ շեղել կարևոր բանից։ Բայց երբ որ մենք մեր ուշադրությունը, մեր սիրտը հակված է, մեր սիրտը փնտրում Աստծո արքայությունը սկզբից, փնտրի ու գտնի, մնացած բաները մեզ տրվում են։ Ես ոչ մի կերպ չեմ փորձում ցածրացնել, քչացնել կամ ստվեր նետել այն փաստի վրա, որ մենք պետքա կոկիկ լինենք, որ մենք պետքա ճիշտ արտակնապես նույնպես ուշադիր լինենք եւ խնամենք մեր մարմինը, որը որ Սուրբ Օգու տաճար է։ Բայց ես ուզում եմ այսօր շեշտադրում անել մեր ներսի մաքրության, մեր սրտի ուղղության վրա։ Սուրբ Ավգոստինը այսպիսի այս խոսքերի մեկնություն այսպես է տվել. աչքը հոգու մարմնի ճրակն է եւ այստեղ խոսում է նա եւ ասում է աչքը դա սրտի մոտիվներն են։ Երբ որ խոսում է աչքը մարմնի ճրակն է, Սուրբ Ավգուստինը մեկնում այս դրվագը եւ ասում է աչքը դա սրտի մոտիվներն են, թե մենք ինչ սրտի մոտիվով ենք ինչ որ մի բան անում։ Եթե մեր սիրտը մաքուր է, եթե մեր սիրտը լուսավորված է, մարմինը գործերի հետ է համեմատում։ Ասում է մեր գործերը այդ ժամանակ Աստծո կողմից ընդունելի կլինեն։ Բայց եթե մեր ներսը չար է, բայց մենք ցույց ենք տալիս, թե լավ գործեր ենք անում, բարի գործեր ենք անում, դա անընդունելի է։ Դա Աստծո կողմից ուղղակի չի դիտարկվում որպես լույս, ասում է այն լույսը այդ ժամանակ քո մեջի, որ դու լույս ես անվանում, այդ բարի գործը, որ դու անում ես, դա խավար է։ Դա խավար է, մի շփոթիր։ Ոսկեբերանը դուրս եմ գրել, այսպիսի բան ասում։ Աչքը դա առողջ մտածելակերպն է, Քրիստոսի միտք ունենալն է, իսկ մարմինը մարդու բնությունն է, մարդու էությունն է, ինչպես որ նա այդ իրավիճակը վերլուծում եւ դուրս է գալիս։ Գիտեք, մենք այսօր ապրում ենք մի ժամանակներ, որ ուզենք թե չուզենք, դու հասկանում ես թե չես հասկանում, դու չես կարող չեզոք լինել պատերազմի դաշտում, հասկանում ես։ Պատերազմը գնում մարդկանց հոգիների համար։ Այսօր մարդիկ պայքարում են իրենց սննդի, իրենց ապրուստի, իրենց ուսումի, իրենց ուրիշ ինչ բիզնեսի, ֆինանսների համար, բայց ամենամեծ պատերազմը երկնքում գնում է մարդկանց հոգիների համար։ Եվ դու ուզես թե չուզես, գիտակցես թե չգիտակցես, դու այդ պատերազմի մեջ ուղիղ կապ ունեցող մեկն ես։ Հարցը սրանում արդյոք դու զինված ես, արդյոք դու լուսավորված ես, արդյոք դու գիտելիք ունես, արդյոք դու հակառակվում եւ պատերազմի մեջ կռիվ ես տալիս, թե դու զոհի կարգավիճակում ես։ Եթե դու զոհի կարգավիճակում եղար, դու փնտրելու ես խղճահարություն մարդկանց կողմից։ Դու փնտրելու ես, որպեսզի մարդիկ քեզ խղճահարությամբ մոտենան։ Ինքնախղճահարությունը քեզ ուղղակի կլանելու է։ Բայց եթե դու կռիվ տվող մարդ ես, եթե դու մեկն ես, որ չես հանձնվում, եթե դու հասկանում ես թեկուզ եւ մեծ զորաբանակներ էլ քո դեմ դուրս գան, եթե դու հասկանում ես, որ անգամ եթե մահվան շուքի ձորով էլ անցնես, վախը տեղ պետքա չունենա քո սրտի, քո կյանքի մեջ, դու գիտես ինչ, դու կռիվ կտաս։ Դու կռիվ կտաս, որովհետեւ գիտես Դավիթը այդ Սաղմոս 23-ը երբ որ գրում էր, նա չէր գրում դա թագավորական բազմոցին պարկած ժամանակ։ Միգուցե գրում էր այդ ժամանակ, ես չգիտեմ, եկեք ուղեմ իմ խոսքերը։ Բայց նա եթե անցած չլիներ այդ մահվան շուքի ձորը, նա չէր կարողանա գրել։ Հասկանում եք թե չէ։ Այդ դժվարությունները մարդկանց կյանքերի վրա, այդ խավարը, այդ մահվան շուքը, այդ դիվային հարցակումները, տարբեր ճանապարհներով եկած փորձություններն ու գայթակղությունները, եթե նա չունենար, նա չէր կարողանա գրել այդ Սաղմոսը, որը որ ես ու դու անչափ շատ ենք սիրում։
Նա չէր կարողանա գրեր 91 Սաղմոսը, թե ցերեկվա զարուրանքից, թե գիշերը թրջող նետերից, թե 1000 աջ կողմից ընկնեն, 10,000-ը ձախ կողմից, թե նա որ իժերի վրա կքայլի, կորյուններին կող կտա, վիշապի գլուխը կջարդի եւ այլ եւ այլ։ Նա այդ ամենը չէր կարողանա գրել, եթե դա չունենար այդ փորձառությունները։ Հասկանում եք թե չէ։ Խոսքը գնում է նրա մասին, որ քո բոլոր դժվարություն, ամենամեծ դժվարության, քո ամենամեծ դժվարությունները, որոնք որ միգուցե դու այսօր ունես, խնդրում եմ հիշիր դրանց մասին հիմա։ Ես քեզ այսօր կոչ եմ անելու, որ դու չհանձնվես։ Քո այսօրվա ամենամեծ դժվարությունները կարող են դառնալ վաղվա քո ամենամեծ վկայությունները։ Ես նորից եմ ուզում։ Հարկ մեր Աստծո։ Այն դժվարությունները, այն անապատները, այն հարցակումները, այն խավարը, որի մեջով որ դու այսօր ես անցնում, հնարավոր է դա կամ մեծ պոտենցիալ քո մեջ դա հաղթահարելու։ Եվ եթե դու չհանձնվես այսօր, վաղը դու կունենաս վկայություն։ Ինչպես Դավիթը ունեցավ 23-րդ Սաղմոսը, 91-րդ Սաղմոսը կամ մնացած հերոսները, ինչպես Հոբը իր կյանքում ունեցավ դժվարություններ, որ մի օրվա մեջ նրա ամեն ինչը կորցրեց, բայց Հոբի 48-րդ գլխում խոսում է, որ Տերը նրան կրկնակի օրհնից այն ամենը, ինչ որ նա կորցրել էր։ Նա չէր ունենա այդ դժվարություններից հետո այդ հաղթանակը, եթե ճանապարհի կեսին հանձնվեր։ Այնպես որ եկեղեցի, ես քեզ ասում եմ, չհանձնվես, շարունակիր գնալ, բայց գնալու համար քեզ լույս է պետք։ Գնալու համար քեզ լուսավոր ճանապարհ է պետք։ Մեզանից ամեն մեկի համար լույս է պետք։ Եվ Աստծո խոսքն է մեզ լուսավորում։ Աստծո խոսքը ճրագ է մեր ոտքերին Աստվածաշունչը սովորեցնում է։ Ամեն։ Եվ այսօր մենք նայեցինք, որ մարմնի ճրագը դա աչքերն են։ Դա աչքերն են։ Գիտես, եթե հիմա ես քեզ խնդրեմ ասեմ, բոլորիդ խնդրում եմ, ձեր աչքերը փակեք։ Փակեք, խնդրում եմ, ես նայում եմ հիմա ձեզ։ Մի քանի բաց աչքեր եմ տեսնում։ Եթե ես հիմա ձեզ ասեմ խորոված, դու կարող ես տեսնել դա, գառան խորոված, թոների խորոված, հիմա կարող ես բացել, ես ուղղակի սա շատ պարզ օրինակ եմ բերում, ես ուզում եմ ասեմ, որ քո աչքերը, երբ որ մենք տեսնում ենք աչքերը մարմնի ճրագն է, ֆիզիկական աչքերի մասին չի խոսքը, որովհետև քո աչքերը դրանք ուղղակի անդամ են, բայց դու տեսնում ես քո մտքով, հա, դու քո մտքի մեջ ես տեսնում պատկերները, երբ որ դու նայում ես այս բարձրախոսին, եթե հիմա ես քեզ ասեմ փակիր ու մի հատ բարձրախոս պատկերացրու, դու քո մտքի մեջ կտեսնես այդ բարձրախոս ասվածը, հասկանում եք, երբ որ խոսքը ասում է մարմնի ճրագը, դա աչքերն են, նկատի ունի քո մտածելակերպը, քո նորոգված միտքը, արդյոք քո միտքը նորոգվել է, արդյոք քո միտքը Քրիստոսի միտքն ունի, ինչպես Հռոմեացիների թուղթն է սովորացնում մեզ 12 գլուխը։ Գնանք այս ուղղությամբ մի քիչ այսօր։ Առաջի Հովհաննես, առաջի գլուխ, 5-րդ խոսքից։ Եվ սա է այն բարի լուրը, այն ավետիքսը, որ նրանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, որ Աստված լույս է եւ ոչ մի խավար չկա նրա մեջ։ Ու եթե ասենք թե, մարդիկ կան որ ասում են, որ հաղորդություն ունենք Աստծո հետ։ Այստեղ մարդ կա որ Աստծուն ճանաչում է, բոլորս։ Իսկ մարդ կա որ շփվում է, հաղորդակցվում է Աստծո հետ։ Էլի մի քանի ձեռք պակասեց, հավաքույթի վերջում կսկսես հաղորդակցվել։ Ասում է, եթե ասենք թե հաղորդություն ունենք Աստծո հետ, ու դրա հետ միասին քայլենք խավարի մեջ, այսինքն խավարի գործերի մեջ, սուտ ենք ասում, և ճշմարտություն չենք անում, որովհետև խավարի մեջ այն ինչպես որ դու մտածում ես, այնպիսի լույս, այն լույսը, որը որ քո մեջ է, քո գործերի մեջ պետք է երևա։ Ծառը պտղից է ճանաչվում, Աստվածաշունչ ասում է։ Եվ այստեղ ասում է, բայց եթե լույսի մեջ մանգակ տարբերությունը, եթե ասում եք Աստծո հետ հաղորդակցվում եք, բայց խավարում եք քայլում, դուք սուտ եք ասում։ Փառք Աստծո, որ այստեղ դες մարդ չկար։ Բայց եթե լույսի մեջ եք ման գալիս, ինչպես որ նա է լույսի մեջ, այդ ժամանակ
հաղորդություն, հաղորդակցություն կունենայք իրար հետ։ Եվ ասո որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում եւ մաքրում ամեն մեղքից։ Եվ առաջի Հովանես երկրորդ գլուխը մի թերթայինքով մի քիչ ավելի սկսում է բացել։ Հաղորդություն ունենալ Աստծո հետ եւ հիմա մի քիչ ավելի բարձեցնում է, թե որն է նշանակում լույսի մեջ քայլելը։ 9-րդ խոսքից ասում է, ով ասում է թե լույսի մեջ է, այստեղ բոլորս լույսի մեջ ենք, ես հավատում եմ։ Հիմա այն հարցը, որ ես հնչեցրել էի, այն լույսը, որ քո մեջ է, եթե խավար լինի, հիմա դու քննում ես, ես քննում եմ, արդյոք իմ մեջի լույսը խավար է թե չէ։ Եվ այստեղ Հովանեսի թուղթը սովորեցնում եւ ասում է, այն լույսը, ով ասում է թե լույսի մեջ է, եւ այդ ասելու ընթացքում նաեւ իր եղբորը ատում է, այստեղ քույրերին չգիտեմ քիչ են գրել, ես համարցակ ասում եմ, թեկուզ քույրիկի։ Եղբորը թե քրոջը կարևոր չի։ Նա որ իր ասում է ես լույսի մեջ եմ ման գալիս, բայց իր եղբորը կամ քրոջը ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ Նա ով իր եղբորը սիրում է, նա է լույսի մեջ մնում, եւ նրա մեջ գայթակղություն չկա։ Բայց նա ով իր եղբորը ատում է, խավարում է եւ խավարի մեջ է ման գալիս։ Եվ հələ դա ոչինչ, որ խավարում է եւ խավարի մեջ էլ է ման գալիս։ Ամենավատը, սարսափելին նա է, որ նա չգիտի թե խավարի մեջ է եւ չէ տեսնում թե ուր է գնում խոսքը ասում է, որովհետեւ խավարը կուրացրել է նրա աչքերը։ Սիրելիս, այսօրվա իմ խոսքը այս խոսքերի վրա է հիմնված, այսօրվա այս ուղերձը, եւ ես ուզում եմ, որպեսզի մենք ապրելով այս երկրի վրա այս չար ժամանակները, անցնելով ու հաղթահարելով այս դժվար ժամանակները, ես կասեմ, դժվար ոչ թե նրա համար, որ դժվար է գումար հայթայթել, որտեղ ավելի դժվար ժամանակներ ենք ունեցել մենք, երկրաշարժ ենք տեսել, պատերազմներ եւ այլն, բայց այս դժվար ժամանակները, որ հոգեվոր դժվարությունը նրանումն է կայանում, որ դու տեսնում ես մասսայական մարդկանց, ովքեր որ ասում են, ես հավատքի մեջ եմ, ես հավատում եմ ասում, ամեն մեկս ես իմ Աստվածն ունեմ եւ այլ, ում խոստնես ինչ որ մի բանի հավատում է, բայց դու տեսնում ես այդ մարդիկ, ովքեր որ Աստծո անունը իրենց շուրթերի վրա ունեն, նրանց սրտերը խավարի մեջ է, նրանց գործերը վկայում այդ խավարի մասին, նրանք չեն տեսնում ուր են գնում, նրանք կուրորեն գնում են եւ խոսքը ասում է, եթե կույրը կույրին էլ առաջնորդի առավել եւս, երկուսը փոսի մեջ կհայտնվեն։ Իմ այսօրվա փափակը սա է, հակի այս խոսքը պատրաստելիս, որ մենք ուշադիր լինենք ամեն մեկս մեզ, որովհետև ամեն մեկս ինքն է կանգնելու Աստծո առաջ, ամեն մեկս ինքն է հաշիվ տալու ու պատասխանելու իր ապրած կյանքի համար։ Ու եթե ես իմ բաժակը, իմ ներսը չմաքրեմ, իմ սիրտը չմաքրեմ, իմ դուրսը ինչքան էլ փորձեմ, որ լավ լինի, չի լինելու։ Եթե անգամ երևացող է լինի, թե ամեն բան լավ է, Աստված այդ ամենը տեսնելու է։ Ես չեմ ուզում հոգով կուրացած մնամ։ Ես չեմ ուզում խավարի մեջ գնացող լինեմ։ Ես չեմ ուզում որևէ քրոջ կամ եղբոր հանդեպ ատելություն ունենամ։ Սա չի խոսում նրա մասին, որ ինչ չեն վիրավորելու։ Սա չի խոսում նրա մասին, որ ինչ չեն հալածելու։ Սա չի խոսում նրա մասին, որ գայթակղության պատճառներ նրանք չեն տալու։ Սա խոսում է նրա մասին, որ ես ինչ եմ վարվում, ինչպես եմ վարվում։ Ես նմանվում եմ նրանց, թե ես ընտրում եմ Աստծուն նմանվել, որովհետև Աստված լույս է եւ նրա մեջ խավար չկա։ Ես ընտրում եմ, ես հասկանում եմ, ես արկասում։ Ես հասկանում եմ, որ դժվար է դա, գիտեք, շատ դժվար, այդ առումով դժվար է, որովհետև դու քո մարմինը պիտի խաչես, դու քո էմոցիաները պիտի խաչես, դու պետք է ասես մարմին, մարմնական ցանկություններ, դու ուզում ես հիմա բարձանաս ու գոռաս իլուր ամբողջ աշխարհի, որ քո հետ անարդար են վարվում, բայց արդյոք դա շինություն է բերելու, արդյոք դա Քրիստոսի մարմինն է բարձրացնելու, արդյոք դա Աստծո փառքն է պատմելու։ Պողոս առաքյալը խոսում եւ ասում է, ես ամեն օր հազարավոր անգամներ մահանում եմ, իմ մարմնականը խաչն եմ բարձրացնում, որովհետև ես ընտրել եմ, ես ընծայել եմ, ես ինձ չեմ պատկանում, ես ուզում եմ Տիրոջ փառքը պատմեմ։
Դրա համար ես հետևելու եմ նրան։ Դրա համար ես ամեն բան անելու եմ, որպեսզի Աստված փառավորվի։ Հովհաննես 16-րդ գլուխը 33-րդ խոսքը ասում է, որ այս բաները խոսեցի ձեզ հետ, Հիսուսի խոսքերն են, որ ինձանում խաղաղություն ունենաք, այս աշխարհում նեղություն կունենաք։ Գիտես, չես կարող այս աշխարհի վրա քայլել ու նեղությունների չհանդիպել։ Հիսուսը խոստանում է։ Սա խոստմունքներից մեկն ասում է, ունենալու ես, բայց դրանից մի վախեցի։ Ընդհակառակը քաջացի, զորացի, ինչի, որովհետև ես հաղթել եմ այս աշխարհին։ Նա, որ իմ ու քո մեջ է սիրելիս, ավելի մեծ է, քան թե նա, որ աշխարհում է գտնվում։ Մենք պետք է անկերանանք Սուրբ Հոգու հետ։ Մենք պետք է Սուրբ Հոգուն մեր ներսում չունենանք ուղղակի մի անկյունում նստածրած եւ ասենք աղոթքի ժամը երբ որ կգա, ես կգամ քո հետ կխոսամ։ Մնացած իմ օրվա մեջ այդ 7:23 ժամը իմն է, մի ժամն է քոնը։ Ոչ, մենք պետք է ապրենք նրա հետ մեր կյանքը, մեր առօրյան։ Հասկանում եք, ասում է ես հաղթել եմ եւ այն ով որ քո մեջ է, այդ հաղթանակը հենց ինքն է ինձի տվել, Հիսուսն ասում է։ Նա է ինձի գերեզմանից հարություն տվել, դժոխքին հարթել, ու այսօր իմ ու քո մեջ է։ Դրա համար քո մեջին ավելին է, բայց 18-րդ գլուխը Մատթեոսի այսպեսի մի բան ասում, որպեսզի մենք ինքներս այսպես հայերեն այդ բառը չգիտեմ, արխային չլինենք։ Այդպես միամիտ, հանգիստ հոմանիշներ են ասում, միևնույն արխային ամենալավ բառն է։ Ինչի Մատթեոս 18-րդ գլուխը այսպես ասում, 7-րդ համարը, վայ աշխարհին գայթակղությունների համար։ Այստեղ իմ մոտ գրած է, որ պետք է գոռայինք ամեն։ Վայ աշխարհին գայթակղությունների համար։ Որովհետև գայթակղությունները ուզենք թե չուզենք, նրանք պիտի գան։ Սակայն, այստեղ, այն որ ասում անվտանգության այդ գոտիները կապեք, հանկարծ այս ցուցակի մեջ ես ու դու չհայտնվենք։ Սակայն, վայ այն մարդուն, ում ձեռքով կգա գայթակղությունը։ Դուք հասկանում եք, Աստվածաշունչը չի ասում, չի բացառում, որ գայթակղությունների չեն հանդիպի, բայց ասում է ուշադիր եղեք։ Ուշադիր եղի Արմեն, ուշադիր եղիր Վարդան, Սերոբ, Քնքուշ, Սիրուշ, Անուշ, անուններ եմ տալի, որ չմտածեք, ինչ որ մեկին նկատի ունեմ։ Ամեն մեկս ուշադիր եկեք լինենք, որ հանկարծ ու հանկարծ ես չլինեմ գայթակղություն մեկ ուրիշի համար, որովհետև եթե ես լինեմ գայթակղություն ուրիշի համար, այնտեղ շարունակությունում գիտենք ինչ ասում, այդ վայից հետո, հա, որ ավելի լավ է մի հատ ջաղացի քար, որը որ չգիտեմ քանի տասնյակ կիլոյա կամ ավելի շատ, կախեր ու իրանք նետեր ջուրը, քան թե գայթակղեր փոքրերից մեկին, երեխաներից մեկին, իսկ մեզանից ամեն մեկը Աստծո տան երեխան է, մեզանից ամեն մեկը Աստծո երեխան է, ամեն։ Դրա համար Հիսուսը սովորեցնում եւ ասում է, այս մի քանի խոսքերը, որոնք որ ես զուգահեռներով տարել եմ, ես ուզում եմ որպեսզի ես ու դու սկսենք ուշադիր լինել մեր կյանքերին հասկանալու համար։ Արդյոք կա մի բան, որ ես պետք է ուղղեմ իմ ներսում։ Արդյոք կա մի բան, որ իմ սիրտը պետք է մաքուր լինի, որովհետև եթե ես չմաքրեմ իմ աչքը, իմ լույսը մաքուր չի լինի, լույս չի լինի, այն իմ ներսի խավը, լույսը, որը որ կարծում եմ, թե լույսը միգուցե խավար է։ Ես պետք է քննեմ, ամեն օր ես ու դու պետք է քննենք մեր անձերը։ Իհարկե մենք փրկված ենք շնորհքով, մենք գործերով չենք կարող արդարանալ մեր Աստծո առաջ, բայց Աստվածաշունչը խոսում եւ սովորեցնում է սիրելու մասին, հավատալու մասին։ Մատթեոս 22-րդ գլուխը ասում է, աշակերտները հարցնում են Հիսուսին եւ ասում են, վարդապետ, որ պատվիրանն է մեծ, ամենամեծ պատվիրանը որն է, որտեղ այնտեղ Մովսեսը 610 քանի պատվիրաններ էր տվել ու այդ 10 օրենքներից բացի։ Ու ասում է լավ, այսքան բանը որպեսզի մենք չպահենք, կա կարևոր մի բան կա, ընդհանուր մի բան կա, Հիսուս, վարդապետ, ամենամեծը որն է, արի ամենամեծից սկսենք, որտեղ այս ամենավերջինից որ սկսենք, ամբողջ կյանքը չի հերիքում։ Մինչև 2-3 հատ անում ենք, այն առաջինները արդեն խախտած ենք ելնում, հետո հասնենք այն առաջինին կտեսնենք այն վերջինը էլի խախտվել է։ Որն ամենամեծ պատվիրանը Հիսուս, օրենքի մեջ։ Հիսուսը նայելով ասեց նրանց. Սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքով։ Սա առաջին եւ ամենամեծ պատվիրանն է։
Իսկ երկրորդը սրա նման, առանց առանձնացնելու։ Սիրիր ընկերոջդ քո անձի պես։ Քանի որ այս երկու պատվիրաններից կախված է ամբողջ օրենքը եւ մարգարեները։ Սիրելիներս, ես կարծում եմ, որ քանի որ մենք ապրում ենք մարմնի մեջ եւ մեր մարմնական կրքերը, ցանկությունները, երևակայությունները ամբողջությամբ դեռ մաքրված ու սրբված չեն եւ խաչված չեն, հեշտ ճանապարհ կա այս կյանքին անցնելու համար։ Ես գտել եմ դրա բանաձևը։ Աշխատիր սիրո մեջ, չսայթակես։ Անկախ նրանից ինչ են քո դեմ խոսում, անկախ նրանից ով է քո դեմ խոսում, անկախ նրանից ինչպիսի գայթակղություններ են քո դեմ վեր բարձրանում։ Աշխատի քայլես սիրո մեջ։ Վստահիր Աստծուն, հավատա, որ նա տեսնում այդ իրավիճակները։ Աստծո խոսքը ասում է մարդու որդին գլուխը դնելու տեղ չուներ։ Եթե Հիսուսին էին ապրում, այդ Հիսուսին, որը որ մաքուր էր, անմեղ էր, ինպես մեղավորը մեկը չէր, այլ անմեղ, մաքուր, անարատ էր, ոչ մեկին ոչ մի վատ բան չէր արել, միայն սեր էր ցույց տվել մարդկանց։ Եթե նրա դեմ, նրա համար գայթակղություններ էր լինում, եթե նրա դեմ մտածում էին ինչպես հալածեն, ինչպես նրան վայր գցեն, ինչպես սպանեն, ինչպես նրա դեմ սուտ վկայություններ տան, ինչպես չգիտեմ խանգարեն այն գործը, որը որ Հիսուսն անում էր։ Խոսքը ասում է, այս երկու պատվիրաններից է կախված բոլոր օրենքը եւ մարգարեները։ Այնպես որ մենք պետք է ուշադիր լինենք։ Մենք պետք է քայլենք սիրո մեջ, որպեսզի մեղք չգործենք, Աստծո խոսքը ասում է հոգով գնացեք եւ մարմնի գործերը չեք անի։ Մենք փորձում ենք մարմնի գործերը չանել առաջի հերթին, որ հետո կարողանանք հոգով գնալ։ Մարդիկ անում հետ խոսում ես, ասում է դե Արմեն ջան, չեմ կարող էլի, ես որ գամ պետք է ամբողջությամբ sense կտրվեմ, սուրբ կյանքով նվիրվեմ, հələ պատրաստ չեմ կամ եկեղեցի, հələ պատրաստ չեմ այդ կյանքով ապրելու, հələ մի քանի բաներ կա, որ հարցեր կա, պետք է լուծեմ եւ այլն։ Ասում եմ, լսի, բայց այ ախպերս, այ քուրս, ախր դու մինչեւ չգաս դու չես կարող դրանցից ազատվես։ Այդ խնդիրները, այդ հարցերը, այդ խնդիրները, այդ գայթակղություն հանդիսացող խթանները, որոնք որ քո կյանքում կան, դու չես կարող դրանցից ազատվես, որովհետեւ դու գործերով չես կարողանալու արդարանաս։ Այս մեկի հարցը լուծեցիր, մի ուրիշ բան է ծլելու քո կյանքում։ Քեզ ուրիշ բան է պետք անել, քեզ պետք է գալ, որպեսզի մաքրվես։ Դրա համար խոսքը ասում է հոգով վարվեք։ Այդ ժամանակ մարմնի գործերը չեք գործի։ Եթե դու հիշես քո կյանքում քո այն դրվագները, կյանքի էպիզոդները, որտեղ որ դու սայթակել ես, որտեղ որ դու մեղքի մեջ ես ընկել, դու կնկատես, որ այդ ժամանակ դու հոգով չես գնացել։ Դու դադարել ես ինչ-որ մի բանի հոգու մեջ գնալուց եւ գայթակղությունը եկել է ու դու սայթակել ես։ Բայց նույն ձևի կարող ես վկայել, որ երբ որ դու հոգու մեջ ես եղել, երբ որ Սուրբ Հոգու լույսը քո մեջ վառվել է, ճրակը քո մեջ զորավոր վառվել է, երբ որ Աստծո կրակի մեջ ես եղել, լցված ես եղել Աստծո Հոգով, անգամ եթե քեզ անպատեին, հայոյեին, անգամ եթե քեզ հարված էին, անգամ եթե քո մի մեծ գայթակղություն քո դեմ վեր կենար, դու չես տրվի այդ գայթակղությանը, որովհետև դու հոգու ջրերի մեջ ես եղել այդ ժամանակ։ Դու հաղթահարել անցել ես այդ ջրերը, այդ սարերը անցել ես միանգամից, որովհետև այդ խնդրումը քեզ ոչինչ չի ասել, որովհետև դու քո անձի համար մեռած ես եղել։ Իսկ մեռած մարդուն շատ դժվար է հունից անելը։ Մեռած մարդուն շատ դժվար է վիրավորելը։ Մեռած մարդուն շատ դժվար է ասել դու սխալ ես, ես եմ ճիշտ։ Աստված քո հետ։ Ես կանեմ այն ինչ որ անում եմ։ Ես կշարունակեմ քայլել այն ճանապարհով, որով որ գնում եմ, որով որ իմ կյանքը, իմ հոգին լույս է տալիս, ինձ ցույց է տալիս այդ ճանապարհը։ Ամեն։ Այնպես որ սիրելիներս, մենք պետք է Պողոսի պես լինենք։ Փիլիպեցիս 3-րդ գլուխը ասում է 13-րդ խոսքից ասում է. եղբայրներ, նորից քույրեր նույնպես։ Ես իմ անձը չեմ համարում հասած, կատարյալ այնպիսի մի վիճակի մեջ, որ արդեն sense եթե այս կողքով կանգնեմ, դուք քիչ-քիչ կնկատեք իմ մեջքի հետևում թևեր են աճել։ Ես այդքան սուրբ չեմ։ Ասում եմ, ես չեմ համարում իմ անձը հասած, բայց մի բան կա։ Ասա մի բան կա։ Սա քո կյանքում պետք է լինի, սիրելիս։ Սա այն բանն է, որ ես ու դու պետք է չմոռանանք։ Մի հատ կարևոր բան կա, մեր դեմ դուրս կգան խավարի ուժերը, քո դեմ դուրս կգա ֆինանսական ճգնաժամը, քո դեմ դուրս կգա
չգիտեմ ինչ-որ դիագնոզ, որի հետ որ դու համամիտ չես ցանկանում քո ընտանիքի դեմ դուրս կգա ինչ-որ մի խնդիր, որ դու կտեսնես ու կասես, բայց ես չեմ պատվիրել այսպիսի մենյու, հա, ուտե, չգիտեմ, ցանկ։ Այս որտեղից եկավ, խի եկավ։ Մի բան կա։ Դու քո անձը չես համարում հասած, կատարյալ, բայց մի բան պետք է ունենաս հստակ, մի որոշում պետք է ունենաս հստակ, որ հին բաները, հետևի բաները մոռանում եմ, այս պահից սկսած, ես այն ինչ որ եղել եմ կյանքում, ես դա դնում եմ մի կողմ, այն դժվարությունները եւ ձախողումները, որոնք որ եղել են իմ կյանքում, ես դնում եմ մի կողմ, շրջվում եմ եւ դեպի առաջ եմ շարժվում, նորից։ Հինը մոռանալով առաջ եմ գնալու, ես չեմ հանձնվելու։ Աստվածաշունչը ասում է, որ մենք ետ նահանջողներից չենք։ Ամեն։ Քո կյանքի իրավիճակների մեջ միգուցե փորձել ես, միգուցե բիզնես ես ուզեցել անես, միգուցե, չգիտեմ, ընտանիք ես ուզեցել կազմես, միգուցե, չգիտեմ, ինչ-որ մի իրավիճակի մեջ փորձել ես մի հաջողություն ունենաս եւ ձախողվել ես։ Իմացիր մի բան, եթե Տերը քո սրտի մեջ խոսում է դրա մասին, ուրեմն դու պետք է մի բան անես։ Մի բան կա, որ հինը մոռանալով, թողնելով, առաջ պետք է շարժվես։ Երբ որ ես նայում եմ հաջողակ մարդկանց կյանքերին, երբ որ ժամանակ է լինում թերթեմ կամ ուսումնասիրեմ կամ լսեմ նրանց մասին, ես տեսնում եմ նրանցից շատերը ուղղակի հաջողության են հասել ոչ թե մանուկ հասակում, այլ իրենց տարիքն առած, իրենց կյանքի կեսը հատած արդեն, տարիքից նոր սկսել են մեծ հաջողությունների մեջ մտնել։ Ու միակ պատճառը ոչ թե նա է եղել, որ իրենք պետք է աճեին, իրենք պետք է 50-նացնեին նոր սկսեին, այլ պատճառը նա է եղել, որ նրանք չեն հանձնվել, որ նրանք հին բաները թողել են եւ գնացել են ավելի առաջ, ասել են ես կշարունակեմ, ես չեմ հանձնվի, ես նպատակասլաց կլինեմ, ամեն։ Այստեղ ասում է, որ հին բաները մոռանալով դեպի առաջ լինողների պես եմ նկրտում, հետևում եմ դեպի այն նպատակը եւ Աստծո այն վերին կոչումին եւ մրցանակին, որ Հիսուս Քրիստոսի մեջ կա։ Այդ ովքեր որ կատարյալ ենք, ովքեր որ աճել ենք, ովքեր որ հասունություն ունենք, սա թող մտածե, եթե մի ուրիշ բան, ուրիշ կերպով մտածենք, Աստված մեզ կհայտնի։ Մեզ կհայտնի, եթե ճանապարհի կեսից հասկանանք, որ ինչ-որ միտեղ շեղվել ենք, ինչ-որ միտեղ մի թեթև թերացել ենք, Աստված դա կհայտնի։ Բայց այն ինչ-որ դու ունես, այն ինչ-որ դու գիտես, այն հիմքերը, որոնք որ քո մեջ կա, շարունակիր գնալ, մի հանձնվիր։ Միթե, միայն թե ինչին որ հասնենք, նույն կանոնով վարվենք եւ նույնը մտածենք, սիրո մեջ քայլելով, այսինքն։ Եվ խոսքը ասում է, Պողոս ասում է, ինձ նմանվեք, եղբայրներ, եւ նայեք այդ կերպով գնացողներին, որոնք որ մեզանից առաջ ունեցել ենք, մեզ օրինակ, որովհետև շատերն են գնում, շատերը գնում են, այսօր նույնպես շատերը գնում են, ամեն տարի, ամեն տասնամյակ, ամեն հարյուրամյակ, ամեն դար, շատերը գնում են, շատ քրիստոնյաներ գնում են, բոլորն են գնում, ովքեր ասում են Հիսուս Քրիստոս, նրանք համարում են գնացողներ, քայլողներ, Հիսուսին հետևորդներ, ասում են, որովհետև շատերն են գնում, բայց շատ անգամ ասում եմ ձեզ, որ հիմա էլ լացելով եմ ասում նրանց համար, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են դառնում։ Դուք հասկանում եք, Հիսուսը խոսում է ժամանակների վերջի մասին եւ խոսում է նրա մասին, որ գայթակղություններ կլինեն վերջի ժամանակներում, որ մարդկանց մոտ նշաններ կլինի, ոչ միայն որ ազգազգի վրա է հելնում պատերազմ հրահրվում, երկրաշարժեր, տարեշքներ, դժբախտություններ, ոչ միայն այդպիսի նշաններ, այլ նշաններից մեկը նաև նա էր, որ շատերը կդառնան Քրիստոսի խաչի թշնամիներ, շատերը ետ նահանջողներ կդառնան, ինչի, որովհետև նրանց մտքերը այդպես էլ չլուսավորվեց, նրանք կարծելով թե Աստծո գործ են անում, գնացին եւ Քրիստոսի խաչի թշնամություն արեցին եւ չիմանալով, ասում է հիմա Պողոս այն ժամանակ էր ասում դեռ 2000 տարի առաջ, ասում է լացելով եմ ասում նրանց համար, որ չիմանալով նրանք Քրիստոսի խաչի թշնամիներ դարձան, որոնց վերջը կորուստն է, որոնց Աստվածը նրանց որովայնն է, իսկ փառքը նրանց ամոթը, որ երկրավոր բաներ են մտածում։ Սիրելիս, այս բոլոր հարձակումները նաեւ մեր կյանքերի վրա են գալի, փառքի հարձակում, կերակուրի հագուստի, ֆինանսական տարբեր հարձակումներ։ Եվ մենք ամեն անգամ կարող է
բախվելուց այդպիսի գայթակղությունների եւ հարձակումների մենք պետք է որոշում ունենանք մեր ներսում։ Մենք ընտրում ենք Քրիստոսի խաչը եւ խաչում ենք մեր ցանկությունները կրքերով հանդերձ, թե մենք ընտրում ենք խաչի մասին խոսել, բայց գործով մեր փառքը եւ մեր կերակուրը եւ մեր կոմֆորտը ապահովել։ Առակաց 6-րդ գլուխ։ Այստեղ սելա։ Առակաց 6-րդ գլուխ։ Որովհետև պատվիրանքը ճրագ է եւ օրենքը լույս ու խրատի հանդիմանությունը կյանքի ճանապարհ։ 20-րդ գլուխը նույնպես խոսում է դրա մասին եւ ասում է մարդուս հոգին Տիրոջ ճրագն է, Տիրոջ լույսն է, որ քննում է նրա բոլոր ներսերը։ Ամեն բան մեր ներսում ինչ կատարվում է, մեր սրտում ինչ կատարվում է։ Մենք ոչ թե պետքա ասենք, դե Արմեն, էսի քեզի լավ է, ուրեմն դա Աստծո կամքն է։ Ես նկատել եք, ոչ մի բան չեմ փորձում ձեր անունից խոսել, որովհետև ես իմ ասածների համար եմ պատասխան տալու։ Դրա համար իմ անունն եմ առաջ քաշում։ Եթե ամեն բան այն ինչ որ իմ անձը, իմ ցանկությունը, իմ մարմինը դուր է գալիս, ես համարեմ Աստծո կամք, գիտեք ինչ, ես այստեղ չէի կանգնեի։ Ես հիմա այսօր այստեղ չէի լինի։ Եվ մի քանի անգամներ արդեն իսկ Հայաստանը լքած կլինեի։ Իմ որդին պատերազմի չէր մասնակցի, որովհետև այդ հնարավորություններն ունեցել եմ։ Հասկանում եք թե չէ։ Ես այն ինչ որ իմ հետ կատարվում է, ես առաջի հերթին դա իհարկե ես կուզենայի, որ այդպես այն դժվարությունները, որոնք որ ունեցել եմ, ունեցած չլինեի։ Այն դժվարությունները, որոնք որ այսօր ունեմ, вообще չեմ ուզում երեսով տեսնեմ։ Բայց անցած դժվարությունները, որոնք որ արդեն վկայություն են դարձել, ես այսօր դրանց մասին համարձակ կարողանում եմ խոսել։ Եվ եթե ես առաջնորդվեի այն սկզբունքով, որ ինչ որ ինձ համար լավ է, ուրեմն դա Աստծո կամքն է, ես արդեն վաղուց եւ Ամերիկա, եւ Եվրոպա, եւ Ռուսաստան, եւ Վրաստան բոլոր այդ տեղերում ունեցել եմ հնարավորություններ ուղղակի լինելու, ապրելու ընկերների, բարեկամների մեջ։ Բայց չեմ արել դա, ինչի, որովհետեւ ես այդ իմ որոշումները բերել եմ Աստծո հոգու լույսի ներքո եւ ասել եմ Տեր, ես ինձ հաճելի է թվում սա, բայց դու ինչ ես ասում։ Դու ինչ ես ասում։ Որն է քո կամքը։ Առակաց 20:27 մարդու հոգին Տիրոջ լույսն է, Տիրոջ ճրագն է եւ նա է քննում սրտի բոլոր ներսերը։ Ես իմ սիրտը բերել եմ Աստծո հոգու լույսի ներքո եւ ասել եմ արդյոք դու օրհնում ես այս բանը։ Արդյոք ես պետք է սա անեմ։ Արդյոք ես պետք է գնամ, արդյոք ես պետք է այսպես վարվեմ։ Եվ դրանից արդեն իսկ դրթված իմ որոշումները փորձել եմ կայացնել։ Երբեմն ձախողվել եմ, երբեմն մինչև վերջ չեմ պայքարել, բայց ես գիտեմ մի բան։ Ամեն բան բարի գործակից է լինում Աստծուն սիրողների համար։ Ինչ որ լինում է։ Եվ դրա համար իմ խոսքը ավարտում եմ արդեն։ Եվ Առակաց 4-րդ գլուխը 20-23-րդ համարներ ասում է. Որդիս ուշադիր եղիր իմ խոսքերին եւ թող քո ականջդ իմ ասածները լսի։ Ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջդ տուր իմ ասածներին։ Թող որ նրանք քո աչքերի առջևից չհեռանան, բայց նրանց պահիր քո սրտի մեջ։ Ինչու, որովհետեւ նրանք կյանք են նրանց գտնողների համար եւ ամբողջ մարմնի համար բժշկություն են։ Խոսքերը, որոնք որ դու լսում ես, խոսքերը, որոնք որ դու անցկացնում ես քո սրտի միջով, խոսքերը, որ դու չես պահում միայն քո մտքի մեջ, այլ թույլ ես տալի, որ անցնի քո սրտի մեջ, որ մտնի քո սրտի խորքերը, քո արյան մեջ, քո հոդերի, քո ոսկորի մեջ, քո հոդվածների, քո ծուցկի մեջ, խոսքերը, որոնք որ դու որդեգրում ես եւ ասում ես, այս խոսքերը այսուհետ կդառնան իմ խոսքերը, ես կապրեմ այս սկզբունքով։ Երբ որ դա դառնում է քո խոսքերը, խոսքը ասում է, որ դրանք կյանք կբերեն քեզ եւ բժշկություն կբերեն քո ոսկորների, քո մարմնին։ Եվ 23-րդ խոսքը ասում է. ամեն զգուշությունից առավել, ամեն, չկա ավելի կարևոր զգուշանալու
մի դետեկտոր քան քո սիրտը։ Ասում ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտի, որովհետև քո սրտից է կախված դու կյանքի մեջ կապրես, թե մահվան, դու լույսի մեջ կքայլես, թե խավարի, քո սրտից է կախված, քո ներսի մարդուց է կախված, դու ես որոշում կայացնելու, ապրես այդ կյանքը Աստծո հետ, թե ապրես այդ կյանքը խավարի մեջ։ Դրա համար Հիսուսը տվեց պատվիրաններ եւ ասեց. այս երկու պատվիրաններն ամենակարևորը, սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր, ուզում եմ այդ բոլոր բառը, ամբողջ բառը դու ուղղակի sense ավելի շեշտադրումով ընդունես։ Ոչ թե սրտիդ մեջ դու սիրում ես համեն, որ քեզ հարցնեն ասեն դու որ կերակուրն ես ամենաշատը սիրում, ասես դե մեկը չի, մի քանիսն է, համ տոլմա, համ խորոված, համ քյաբաբ, համ խաշլամա։ Մեկը քյալագր։ Չէ, տես չէ։ Ասում եմ քո ամբողջ սրտով։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով։ Ոչ թե մի քիչ Աստված, մի քիչ գորոսկոպը, մի քիչ տատուս ասած են իմաստուն խոսքերը, հայրական մեր այն պապենական ավանդույթները, սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով եւ ամբողջ մտքով եւ ամբողջ զորությամբ, էությամբ։ Սիրել Աստծուն նշանակում է սիրել նրա խոսքը։ Ու երբ որ դու աչքերդ բացում ես կամ պատրաստվում ես քուն մտնես, մի զլացի, բացիր Աստծո հայելին, որտեղ որ կտեսնես քեզ, որտեղ որ կնայես ու կտեսնես քեզ, կարգի բեր քո հոգերոր մարդու, որովհետև մարմնի ճրակը դա լույսն է, աչքերն են, թող քո աչքերի առաջ լինի դա, իսկ Աստծո պատվիրանները լույս են տալիս քո հոգում, ու դու կքայլես լույսի մեջ եւ չես սայթակի։ Հովհաննես ասում է լույսի մեջ ման գանք, որ չսայթակենք, ինչպես ոմանք։ Եկեք ոտքի կանգնենք։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ այն խոսքը, որ դու լսեցիր այսօր, դա քեզ շինություն է տալիս։ Եվ եթե դու դրա հետ ապրես, այդ խոսքը ուղղակի շաբաթ օրը ժամը 2-ից հետո չմոռացվի կամ չմնա քո տետրի մեջ, այլ դու դնես դա քո սրտի մեջ։ Եվ օր ու գիշեր քնես ու արթնանաս, մտածես Աստծո խոսքի մասին, լուսավորես քո սիրտը, քո միտքը, Քրիստոսի միտքն ունենաս, քո բոլոր ճանապարհները կհաջողվեն, որովհետև դու կքայլես լույսի մեջ։ Միգուցե 1000-ը բարձրանան, միգուցե 10,000-ը քո դեմ, բայց նրանք վայր կընկնեն քո աչից ու քո ձախից։ Եվ քեզ ոչինչ, քեզ ոչինչ չի պատահի։ Հալելույա Հիսուս։ Մենք մեծարում ենք քեզ մեր արքա։ Մենք շնորհակալ ենք քեզանից, Տեր, այդ խոսքի համար, քո հոգու համար, քո պարզ, մաքուր եւ ջինջ ջրերի համար, որ մեր ներսում հորդում են, Տեր, որ հոսում են եւ ցամաքած սրտերին, Տեր ջան, կյանք են պարգևում։ Թող որ մեր ներսը չչորանա, Տեր։ Թող որ մեր աղբյուրները չցամաքեն։ Թող որ մենք ամեն ժամանակ քո երեսի առաջ գանք, որպեսզի քո երեսի առաջ ման գանք, քայլենք օր ու գիշեր, ինչպես Ենովկը, որ քայլենք ու վարվենք քո երեսի առաջ, որովհետև Տեր, քեզ գտնողը կյանք է գտնում, քո խոսքերը գտնողը բժշկություն է գտնում իր անձին, իր մարմնին, քո խոսքի մեջ է բժշկությունն ու մեր ապահովությունը, քո խոսքի մեջ է Տեր մեր ուրախությունը եւ մեր փափագը դու ես։ Դրա համար մեր ներսի զոհասեղանը թող միշտ Տեր ջան կրակ ունենա, թող որ միշտ ամեն օր մեր ներսի զոհասեղանում Տեր Սուրբ Հոգու կրակը վառվի, որպեսզի մենք փայտ ավելացնենք, ճարպ ավելացնենք, յուղ ավելացնենք Տեր, եւ այդ կրակը չմարի, այլ գնալով բորբոքի եւ շատ ու շատերի սրտերը գրգռի
բորբոքի, անգամ խթանի, Տեր ջան, քո փառքը տեսնելու եւ ճանաչելու համար։ Ցույց տուր քո փառքը, Տեր, մեր կյանքերի մեջ, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Հալելույա, եւ սովորեցրու մեզ ապրել այն սիրո կյանքը, որի մեջ որ դու մեզ առաջնորդեցիր, այն բարի լուր, այն ավետիսը, որ մեզ տվեցիր, որ ամեն մեկս պետք է քայլենք այդ լույսի մեջ։ Հալելույա, որովհետև դու ես լույսը ճշմարիտ։ Ամեն, ամեն։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։